Զաբել, հանգիստ, արի, եկեք, հաճացի, վերջ, բոլորն իմացան, որ ես եկա, արի, Ավրորա, արի, հա, արի, քո ասած նրտիկը լավ, իսկ լունտիկը ոնց է, լավ ես, հա, դե լավ է, գնացիք, ելես լավ, ուշս, անցեք տեսնը, լավ է, լունտիկը լավ է, սմա այսպես էլի, հա, որցուկն է հաչում, ճողություն սիրուններս, որցուկին ասիկ անիմաց չհաչագա, ահա այստեղ ձյունը դեռ, դժվար է հալվում, մնացած հատվածներում գրեթե ձյուն չկա, իչի Զաբել ջան, եկար, դե արի, որ կերտամ, ժուկ, կեր, սա քոննա, սա էլ քոնը, ինձ նայի որցուկ, աշկըտ մի պահ ոնց որ լավացել էր էլի, ոնց որ շատացել է սպիտակը, աչքից փոշուց է լինում, հա, երբ ձյուն էր փոշին քիչ էր, աչքի սպիտակը փչացել էր, հիմա ոնց որ թե նորից նույնն է, երեք ես գնամ, հա, հələ մի հատ նայ, դե լավ կեր, վերջ, հաջողություն սիրուններս, այդտեղ Զաբելի հետ խելոք խաղացեք ու չեք գալիս, իմ հետևից եղա, լույսը կամանց բացվում է, արևը դուրս է գալի, հեսա կտականա, ախր որ իմանամ վտանգավոր չունես, որևէ մեկին երբևէ կբռնես, կամ չգիտեմ, մենակ անիմաստ հաչում ես, մարդիկ այդ հաչոցը ընկալում են ագրեսիա, հարձակում, չգիտեմ ինչ, իսկ իրականում չկա նման բան, ինքը հանգիստ կարող է անցնել մարդկանց կողքով, եթե մարդը հարայհրոս չի անում, չի վախենում, ու ինչ-որ արտառոց բան չկա, տեսեք, օրինակ, մարդն անցավ, նա էլ անցավ, ինքը ուղղակի ուղեկցում է ինձ, ու անիմաստ, երբ որ արդեն մարդ չկա, հաչում է, որցուկը ուղիղ գնաց, իսկ ես թեքվեցի և ինձ դիմավորում է Նիհարիկը, դու էլ ես արդեն քո տարածքը պահում, հա, արի, սոր ինչ ամենիում եղել, համենայն դեպս կերել ես, հա, ես էլ քեզ չոր կտամ, որցուկ կրինի դու հետ գնաս, տեսեք Նիհարիկի ու որցուկի տարբերությունը, Նիհարիկը ավելի խոշոր չափերի շուն է, որցուկը մի 12 կիլո հազիվ լինի, դմբոն, պուճուր-մուճուր է, համա որ սկսում է հաչալ, տպավորությունը վայ, սինարչի բրենտեղ ինչ-որ մեկին արդեն չափազանցնում են, թևն է բռնում, գնդակը հարել, եսի մինչ, վրա է տալի, անունդ մնացել է վրա տալ, բայց ախր դու ես գիտեմ, որ խելոք շուն ես, վրա չես տալի, ինչ ես այդպես անում, հն, լեզուններ կասեր, թող քիչ խփեն, դմբո, քեզ կվնասեն, այ դմբո, կեր արջոջը, անունդ մնաց վրա տվող, որովհետև որոշ մարդիկ քարով այնքան են խփել ու հիմա դեռ այնտեղ քննարկումն է գնում, հարձակվեց, բռնել, իրականում այդ շունը բավականին խելացի շուն է, ուղղակի իրան ուզում են այդպես դարձնեն, բավականաչափ խփում են, վնասում են, մարդիկ կարծես մեղավոր գտնեն, որպեսզի վրա տան, այո, հենց վրա տան, ինչը տեսնում են, որ ես կերակրում եմ, որտեղ ինչ տեսնում են, միանգամից հարձակվում են ինձ վրա, հիմա շունն է ագրեսիվ, թե մարդիկ, որպես այդպիսին արջը ոչ մեկին իրականում չի կծե, կարող է հաչացել է ինչ-որ բռնե, բայց առանց վնասելու և ցավ պատճառելու ի դեպ, այս սպիտակ ինքս չեն, այնտեղ նստած արևին, գնամ այնտեղ, չէ, լավ, դուք էիք, եկեք, կաղ ոտքովն է, իրա երկու ворցերի ու ձագերի հետ, ինքն էլ մնաց պառկած այնտեղ, լավ, եկեք ձեզ, կեր, ես չգիտեմ արդյոք այդ ստերջացման ծրագիր իրականացնողներին կհաջողվի գոնե այս շանը բռնեն ստերջացնեն, մեղ կա, արդեն ձագուկներն էլ են, կարծես թե ենթակա ստերջացման, որոնք գոնե մոտ են գալիս, քանի որ կերես այստեղ բաժանեցի, գնամ վերցնեմ կեր նոր, փորձեմ գտնել մյուսներին,
Շատ անհանգիստ եմ Արջի համար, որովհետև մարդկանց տրամադրվածությունը արդեն իսկ շատ վատ էր։ Գնդակահարել, վերացնել, հարձակվում է, Խեղճ շուն, բռնեց, որը մորթեց։ լինելով բավականին հանգիստ շուն, ագրեսիվ շան համբավ է ձեռք բերել։ Եկեք, եկեք։ Եկեք։ Երեք պիսուլներս։ Մոտս կեր չկա պապուշս, հեսա բացեմ, վերցնեմ, կերակրեմ։ Էնում սիրունիկն է սպասում։ Արի, մի հատ քո այնքան ես չաղացել, էլ այդ բալետի պարուհու պես չես կարողանում պարել, հա? Վայ, արի տեսնեմ։ Շատ ես հոգնել, հա? Հիմա ավելով մաքրում եմ, անգամ նոր կեր է լցնում։ Եվ առհասարակ, որտեղ կերակրում եմ, աշխատում եմ մաքուր պահել։ Դա ես։ Կենդանիները նույնպես սիրում են մաքուր, իսկ այ մարդիկ ոչ այդքան։ Գեր ես գնամ սիրունս։ Դու էլ այդտեղ։ Արի։ Եսա կերը, արի կեր։ Մի հատ դու հետ ես անցնում, իմ հետևից գալ չկա։ Ահա, մոտեցավ, առաջ նա չէր վախենում, հիմա նա էլ է վախենում։ Չեն անում մարդիկ, այնքան են խփում շներին, դարձնում են ագրեսիվ, պաշտպանվող, հետո ասում են հարձակվում է։ Հավաքարարից հեռվից տեսել է, ասում է արի, կռիվը քո վրա է։ Ենթադրում եմ շան պահը։ Չգիտես ինչու, եթե ես շուն եմ կերակրում, որտեղ ինձ շուն տեսնում են, ինձ հետ են։ Ես հարց լուծողն էի, էլի էստեղի։ Կրակն եմ ընկել, որ շուն եմ կերակրում դրսում, ով որտեղ ինչ խնդիր տեսնում է, հարձակվում է բառեզբուն իմաստով ինձ վրա։ Բոլոր շները, որոնք հաչալով կարող են մոտենալ, ագրեսիվ են, հեսա բռնում են, մորթում են, թափում են, մի խոսքով այս շանը լարել էին, որպեսզի ինքը մաքրություն աներ, որտև այս շունը շատ վտանգավոր շուն է։